կենսաբանները, ֆիզիկոսներն ու քիմիկոսները մեկ նախագծում։ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի երիտասարդ գիտնականների գաղափարն արժանացել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի դրամաշնորհին։ Մասնագետներն ուսումնասիրելու են կենսաբանական օբյեկտների վրա գերարագ էլեկտրոնային փնջերի ազդեցությունը։ Կարողացել ենք ընդգրկել ծրագրի մեջ երիտասարդների տարբեր մասնագիտությամբ, որովհետև մեր խումբը ավելի շատ միջդիսցիպլինար հետազոտություն է կատարում, այսինքն մենք ունենք կենսաբանական ֆակուլտետի ուսանող, մենք ունենք ֆիզիկայի ինստիտուտի հիմա ուսանող, ինչպես նաև մենք ունենք ընդգրկված այդ խմբի մեջ քիմիկոս, որը սինթեզելու է համապատասխան նյութեր խիտազան, որը պետք է ուսումնասիրվի։ Գիտնականները հետազոտությունների համար օգտագործելու են լաբորատորիայի բակտերիաների հավաքածուի, բանկի շտամները։ Սա արդեն մենք առանձնացնում ենք, ինչ-որ մի մաս դնում ենք կյուվետայի մեջ, տանում ճառագայթահարում ենք։ Բակտերիաների բանկը օգտագործվում է բազմավոլորտ հետազոտություններում, հավաքածուում առկա է մոտ 80 տեսակի շտամ։ Ընթացքում է հավաքագրվել, այսինքն որոշակի գիտահետազոտական աշխատանքներ, որ կատարվել են Հայաստանի հողերից, ջրից, վերցրած նմուշներից, մասնավորապես Նուբարաշենի պեստիցիդների գերեզմանոցից վերցրած նմուշներից անջատվել են բակտերիաներ, որոնք ունեն որոշակի հատկություններ, եւ բնականաբար այդ բակտերիաները պահպանվում են մեր բակտերիաների հավաքածուում կամ այսպես կոչված բանկում։ Հավաքածուի հիմնական մասն աերոբ հողից անջատված մանրէներ են։ Օրինակ E. coli տեսակի շտամներն օգտագործվում են ռադիոկենսաբանական հետազոտություններում։ Վարակված հողերում որոշ բակտերիաներ իրանցից կարողանում են գոյատևել, նաև վերամշակել այդ քիմիական նյութերը, այսինքն իրանք մաքրում են հողը, եւ նպատակ է եղել այդպիսի բակտերիաների մուտացիաների արդյունքում ստանալ այդ բակտերիաներ կոնկրետ հատկություններով, այսինքն հետագայում օգտագործվի հողերի մաքրման համար, ջրերի մաքրման համար, այսինքն էկոլոգիական հետազոտությունների համար։ Բակտերիաների բանկի պահպանմամբ լաբորատորիան ապահովում է կարևոր ռեսուրս, առաջադեմ միկրոբիոլոգիական և միջառարկայական ուսումնասիրությունների համար։ Վստահ են, գիտական նախագծի արդյունքները կիրառելի կլինեն արդյունաբերության տարբեր ճյուղերում։ Արամ Արանդյան, Դավիթ Մաչկալյան, լուրեր։